Հարկ Հիսուսին, Քրիստոս հարյավ իմ հեռելոց, հարությունը Քրիստոսին, ամեն, հալելույա, հալելույա, մեր Տերը հարություն հարժան, Հարկ Հիսուսին, միջ խոսքին անցնելը ողջունում ենք նախ ձեզ, շնորհավորում ենք այս հրաշալի օրվա կապակցությամբ, Փառք Աստծուն, որ այստեղ ես, Փառք Տիրոջը քո համար, որ եկել ես Տիրոջ տան մեջ, տոնելու այս հրաշալի օրը, մեր հրաշալի ընտանիքի հետ, ամեն, ամեն, Փառք Աստծուն, սիրելիներ, միջ խոսքին անցնելը մենք այսօր ունենք մի փոքր միջոցառում, բեմականացում, որ պատրաստել են մեր երիտասարդները, սիրով ուզում ենք ներկայացնել ձեզ, կարող եք նստել։
վարում էինք պատվահարված, Աստծուց հարվածված և կամայված, բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց։ Պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Փառք Տիրոջը, ամեն Հիսուսը, ուզիչ էր ճիշտն ասած, իմացանք, լավ էր չէ ստացվել, կարճ, ուղերձ, բեմականության միջոցով, որ փոխեց բոլորիս կյանքը, ամեն, կա մարդ, որ առաջի անգամ այսօր այստեղ, այսպիսի եկեղեցում, այսպիսի հավաքույթի մեջ խնդրեմ ձեր բարձրացնեք, ուզում ենք ողջունել, շատ ուրախ ենք, Աստված օրհնի ձեզ, շատ ուրախ ենք ձեզ տեսնել Տիրոջ տան մեջ, գիտեք, սա եկեղեցի է։ Եկեղեցին փոքրուց մեր մեջ դրել են, որ ինչ-որ շենք է, սենց գմբեթով եւ վրան խաչ, բայց եկեղեցին մենք ենք, մարդիկ։ Եվ երբ որ մենք հավաքվում ենք այստեղ, հավաքվում է եկեղեցին։ Երբ որ մենք այստեղ չենք, սա ուղղակի շենք է։ Եվ Տերը երբ որ խոսում էր, եկեղեցու մասին դա նկատի ուներ, ոչ թե կառույցը, քարից պատրաստած, այլ մարդկային այս հավաքույթը, այս կառույցը, որ մենք հավաքվել ենք Տիրոջ տան մեջ, նրան երկրպագելու եւ նրան գիտեք ինչ անելու, մեր սրտերի շնորհակալությունը հայտնելու։ Գիտեք, ժողովուրդ, ուղղակի անգիր արած չի, որ ամեն անգամ ասում ենք փառք Տիրոջը, շնորհակալ ենք, այնքան կա այդ շնորհակալությունը մեր ներսում, որ մենք ամեն րոպե ուզում ենք նրանից շնորհակալություն հայտնել, որովհետև այնքան կարևոր է, որպեսզի մենք գիտակցենք
եւ հասկանանք, թե ինչ արեց Աստված մեզ համար։ Եվ դրա համար խոսք եմ պատրաստել ձեզ համար կարճ ուղերձ եւ ուզում եմ, որպեսզի մենք Աստծո խոսքով էլ նայենք եւ այսօր Տիրոջ հոգին այստեղ է, որպեսզի օգնի մեզ մենք նորից վերապրենք Տիրոջ հարությունը, հարության զորությունը, վերապրենք, մոտենանք Տիրոջը։ Դե սա սովորական, հերթական տոն չի, որ եկել ենք դե զատիկա գնանք եկեղեցի եւ դու որոշել ես գաս այստեղ։ Այսօր մեծ հնարավորություն է։ Այսօր նոր հնարավորություն է ավելի մոտենալու Տիրոջը, ավելի զորանալու։ Հնարավորություն է, ինչու՞ չէ, ապաշխարելու։ Հնարավորություն բժշկվելու եւ ազատագրվելու եւ վերջի հաշվով փոխվելու։ Ամեն ինչպես Անին ասեց, մենք կարիք ունենք փոխվելու եւ ամեն ժամանակ նմանվելու Քրիստոսին։ Նա այս ամենը արեց, սիրելիներ, որպեսզի նրան նմանվենք եւ նրա ճանապարհով գնանք։ Որովհետեւ քրիստոնյա լինելը դա նշանակում է հետևել Քրիստոսին եւ ապրել Քրիստոսի խոսքով։ Ապրել այնպես, ինչպես Տերը մեզ պատվիրեց եւ հանձնարարեց։ Ամեն։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր երիտասարդներին, խմբին, կազմակերպիչներին այս հրաշալի բեմականացման համար, որ ունեցանք։ Գիտես, ես հիմա ինչ կխոսամ, շատ բաներ չես հիշի, կմոռանաս երևի թե, բայց այս բեմականությունը երկարը կմնա քո հիշողության մեջ, եւ եթե ինչ-որ բան ստացար, ուղղակի անձայն ինչ-որ երևույթ հա, անձայն մի բան, որը կարող կապնի մեր սրտերի եւ մեր, գիտեք, մեր մտահորիզոնը փոխվի, մեր հայացքները փոխվի, մեր մտածելակերպը, մենք ուրիշ ձև նայենք իրավիճակներին, ուրիշ ձև նայենք կյանքին։ Եվ Աստված մոտ է սիրելիս։ Եթե թույլ տաս Տեր այսօր քո սրտի հետ աշխատի, շատ բան կփոխվի քո կյանքի մեջ։ Ամեն մենք բոլորս կարիք ունենք փոխվելու ժողովուրդ։ Մենք ամեն ժամանակ գալիս ենք այստեղ, որպեսզի փոխվենք։ Փոխվենք ներսից, ոչ թե ֆիզիկապես, այլ ներսից։ Խոսքասնոթող Սուրբը ավելի սրբվի։ Մենք միշտ կարիք ունենք ներսից փոխվելու, մաքրվելու, բժշկվելու, եւ ուզում եմ, որպեսզի այսօր լինի հոգեվոր բժշկության օր, հոգեվոր վերականգնման օր, հոգեվոր արդյունության օր, որովհետեւ Հիսուս հարություն առավ։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Որտեղից է առաջացել զատիկը եւ ինչ է նշանակում։ Մի քիչ ուզում եմ գնանք Աստվածաշնչի մեջ, մի քիչ գնանք պատմության մեջ, որպեսզի հասկանանք ինչ տեղի ունեցավ եւ ինչ կատարվեց։ Նախ եւ առաջ, եթե սկսենք ծննդոցից, Աստված ստեղծեց մարդուն ինչի համար։ Լսի սիրելիս, քեզ մի բան ասեմ, եթե ուշադիր լինես, Աստված մարդուն ստեղծեց իր համար։ Ուշադիր ես։ Աստված մարդուն, ինձ եւ քեզ ստեղծել է իր համար։ Բայց գիտեք ինչ է տեղի ունենում շատ հաճախ։ Մեզ թվում է, թե Աստված է մեր համար։ Մենք գանք Աստծու մոտ, նրանից բաներ ուզենք եւ նա էլ ինչ որ ուզում ենք տա մեզ։ Բայց ի սկզբանե այդպես չի ստեղծված եղել։ Աստված մարդուն ստեղծեց իր համար, մենք իր ստեղծագործություններն ենք, մենք նրան ենք պատկանում, մենք նրա սեփականությունն ենք։ Եվ մենք գալիս ենք Աստծո առաջ, որպեսզի նա մեզ բաներ ասի եւ մենք անենք։ Իրականում սա է ճշմարտությունը։ Գանք Աստծո առաջ, տեսնենք Աստված ինչ ունի, ինչ ծրագիր ունի մեզ համար։ Ինչ նպատակներ, ինչ երազանքներ ունի մեզ համար, մենք գալիս ենք Տիրոջ առաջ, որպեսզի նրա նպատակները, նրա ծրագրերը անենք։ Եվ Աստված դրա համար ստեղծեց մարդուն, բայց մարդը մեղք գործեց։ Եվ այդ իրավունքը, այն իշխանությունը, որ տրված էր մարդուն, մարդը հանձնեց սատանային։
եւ սկսվեց մի քաոս աշխարհի մեջ։ Եվ պետք էր մեկը, որ գար իր զոհի գնով ազատեր մարդկանց, մարդկությանը, որովհետև խոսքը ասում է, որ մեղքի վարձքը մահ է, թե մարդը մեղք է գործում, նա արժանանալու է մահին։ Եվ որպեսզի բոլորը չմահանան, եկավ Աստծո որդին, իր արյունը թափեց, մահացավ մեր համար, մեր փոխարեն, որպեսզի մենք չմեռնենք, այլ հավիտենական կյանք ունենանք։ Ամեն, ամեն։ Մի փոքր առաջ անցա, բայց գնանք խոսքի մեջ, որտեղից է առաջացել, զատիկը ինչ է նշանակում։ Դա Փեսախ բառն է եբրայերենում, Փեսախ, ռուսերենում ասում են Պասխա, չէ՞, նման է Փեսախ բառին։ Չգիտես ինչի հայերենում ասում են զատիկ։ Գիտեք ինչ է նշանակում Փեսախ, նշանակում է գաղթ, անցում չարչարանքներից եւ գերությունից դեպի ազատություն։ Որտեղից առաջացավ, երբ որ Իսրայել ժողովուրդը 430 տարի գերության մեջ էր Եգիպտոսում, Աստված խոստմունք էր տվել, որ նրանց հանելու է Եգիպտոսի գերությունից։ Եվ օրը մոտեցավ եւ Աստված Մովսեսին ուղարկեց իր ծառային, որպեսզի գնա եւ Իսրայել ժողովրդին դուրս հանի։ Բայց քանի որ Եգիպտոսի փարավոնը հակառակվում էր, Աստված սկսեց պատիժներ ուղարկել Եգիպտոսի վրա։ Ես սա չեմ պատմում ձեզ, ուղղակի պատմություն, որ տեղյակ լինեք, այլ խնդրում եմ, որպեսզի համեմատեք այսօրվա մեր կյանքի հետ։ Վերցնենք Եգիպտոսը այս աշխարհն է։ Եվ փարավոնը այս աշխարհի սիստեմն է, որ բռնում է մարդկանց եւ չի թողնում, որպեսզի մարդիկ գան ազատության, որպեսզի մարդիկ գան Քրիստոսին եւ փրկություն ստանան։ Եվ Աստված ուղարկում է իր ծառային եւ Ելից 12-րդ գլխում 3-րդ խոսքից տեսեք ինչ է խորհուրդ տալի։ Եվ հանձնարարում ասում է բոլորը ամեն մի ընտանիք վերցնում է մի գար, մատղաշ գար, եւ այդ գարին մորթում է եւ նրա արյունը քսում եք ամեն մեկը ձեր դռների, դրանդիկների, սահմանի, որ ասում է երբ որ ես մահվան հրեշտակը կուղարկեմ, մահվան հրեշտակը չի կարող մտնել ձեր տները։ Գիտեք ինչի համար են ուղարկում մահվան հրեշտակը, որպեսզի ամեն մի տան առաջնեկին զարկի։ Սա վերջի պատիժն էր, որ Աստված ուղարկեց Եգիպտոսի վրա, որովհետև չհնազանդվեցին, բաց չէին թողում Աստծո ժողովրդին եւ հակառակվեցին։ Եվ մահվան հրեշտակը գալիս է, որպեսզի զարկի, մահացնի ամեն տան առաջնեկին, արու զավակին։ Բայց որտեղ որ գսված է այդ գարան արյունը, մահվան հրեշտակը չի կարող մտնել, շրջանցում է։ Դուք մտածել եք հեչ, որ սա հավատքի քայլ է։ Ամեն։ Իսկ միգուցե եղել են մարդիկ, որ ասել են, ես չեմ հավատում, չեմ քսում այդ արյունը, ինչ պետք է լինի, որ կլինի։ Բայց տեղի ունեցավ։ Իսկ դուք մտածել եք երբևէ, որ միգուցե հрьяաները ապրելով այդտեղ եւ միգուցե ունեին ընկերներ, հարևաններ, որոնք Եգիպտոսից էին։ Եվ նրանց նույնպես ասեցին, գիտես ինչ կա, այսպիսի բան է տեղի ունենալու։ Եթե հավատում ես այսպիսի բան կա, քո առաջնեկին ուղարկի թող այսօր իմ տունը մնա, որ մահվան հրեշտակը իրան չզարկի։ Ճիշտ է գրված չի, բայց ես ուզում եմ մտածենք։ Միգուցե այդպիսի բաներ էլ նրանք 400 տարի ապրում էին, հարևանություն էին անում, բարեկամություն էին անում միգուցե։ Եվ ով որ ապահովված էր գարան արյունով, ում տան դռան վրա քսված էր
գարան արյունը նրան մահը չհասավ։ Եվ սա, սիրելիներ, այս պատմությունը խորհուրդն է նրա, որ գալու էր Հիսուս Քրիստոսը, գալու էր Աստծո գառը եւ ազատելու էր ամբողջ մարդկությանը իր սուրբ արյունով։ Ամեն։ Գիտես, Եգիպտոսի պատմությունը դա ֆիզիկական է, տեղի ունեցավ ֆիզիկապես, մարդիկ մահացան, բայց Քրիստոսի գալուստը, այս աշխարհի վրա առաջի գալուստը դա հոգևոր է։ Եվ Տիրոջ արյունը թափվեց, այո, Աստծո գառը Քրիստոսը եկավ իր թանկ արյունը թափեց եւ ով որ հավատում է Քրիստոսի արյան զորությանը, ով որ հավատում է, որ Հիսուս Քրիստոս մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ, Տիրոջ արյունը նրա վրա է։ Տիրոջ արյունը նրա տան դրանդինքներին է եւ մահը պարտված է եւ մահը այդ մարդու կյանքի մեջ զորություն եւ իշխանություն չունի։ Եվ Պողոս առաքյալը կգրի ուր է մահ քո զորությունը։ Որովհետեւ խոսքը ասում է, եթե մեռնես էլ կապրես, դա ոնց է տեղի ունենում, որովհետեւ Աստված մեզ տվեց հավիտենական կյանք։ Իր որդու Հիսուս Քրիստոսի զոհի գնով նրա արյան զորությունով մեզ տվեց հավիտենական կյանք, որովհետև մենք հոգի ենք, այս մարմինը, որ տեսնում ես, կներեք, բայց մի օր չի լինելու, բոլորս մի օր մահանալու ենք, այս մարմինն է մահանալու, բայց այս մարմնի մեջ սիրելիս կա հոգի, և այդ հոգին հավիտյան ապրելու է, բայց որտեղ դա մենք ենք որոշում, դա մենք ենք ընտրում, սա ընտրություն է և մենք ունենք այսօր ընտրության հնարավորություն, ամբողջ աշխարհը ունի ընտրության հնարավորություն, որտեղ կանցկացնի իմ հոգին հավիտենականությունը, ես, որովհետև ես դա իմ հոգին է, դա իմ մարմինը չի սիրելիս, դու որ ասում ես ես, դա քո հոգին է ապրում, մարմինը ուղղակի ինչ-որ պացյան է, որի մեջ ապրում է հոգի, հոգին հավիտյան ապրելու է, բայց մեր Տերը եկավ գին վճարեց, իր սուրբ արյունը թափեց, ամեն, և սա Քրիստոսի տված ազատությունը հոգևոր է և հավիտենական։ Եթե Իսրայել ժողովուրդը գերությունից ազատվեցին, բայց դա մարմնավոր էր և ժամանակավոր, որովհետև դրանից հետո նրանք էլի ընկան գերության մեջ, չհնազանդվեցին Աստծուն, Աստծո հրաշքները մոռացան, բայց Քրիստոսի տված ազատությունը, այո, հոգևոր է և հավիտենական։ Եթե գնահատենք, եթե հասկանանք այդ ազատությունը, եթե մտնենք այդ ազատության մեջ, գիտես այս աշխարհը քեզ ազատություն չի տալիս։ Թվում ամբողջ աշխարհը խոսում է ազատությունից, որտեղ գնում եք ազատ երկիր, Ամերիկան ազատ երկիր է, եվրոպական երկրներ ազատ երկրներ են, ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք ապրեք, գիտես այդ ասած ազատությունը, որ աշխարհը ուզում է մեզ տա, դա իրականում գերություն է։ Ամենաճիշտ ազատությունը տվեց մեզ Աստված, բայց գիտեք, որ նա նրա տված ազատությունը ապրել նրա խոսքի և պատվիրանների սահմանների մեջ։ Աստված մեզ սահմաններ է տվել, որ այդ սահմանից դուրս չգանք նրա խոսքի մեջ և նրա պատվիրանների մեջ։ Եվ նրա տված այս պատվիրանները դա ազատություն է տալիս, որովհետև խոսքը հոգու ազատության մասին է, որի կարիք ամբողջ աշխարհը ունի։ Նրանց թվում է, թե նրանք ազատ են, ապրում են ինչ ուզում են, ինչպես ուզում են, անում են ինչ ուզում են, և ազատ են իրենց որոշումների մեջ, բայց իրականում ով Քրիստոսին չունի, նա գերության մեջ է։ Նա կախված է մեղքից, նա կախված է, կապված է անեծքի մեջ, նա չունի հոգևոր ազատություն, նա չունի հոգևոր խաղաղություն։ Միայն սիրելիս Քրիստոսն է, որ տալիս է մեզ ազատություն, խաղաղություն և ինչպես ինքը ասեց, կյանք և ավելին, թող օրհնյալ լինի իր անունը, ամեն, փառք Հիսուսին։ Իսկ եթե զատիկ բառը
մենք նայենք հայերենով ինչ է նշանակում զատիկ, նշանակում է զատվել, հեռանալ անմաքուր, սխալ եւ անսուրբ վիճակից եւ միջավայրից։ Զատվել, առանձնանալ, հա? Հեռանալ։ Տեսեք, այս աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, որտեղ տիրում է մեղքը, չարությունը, դաժանությունը, ատելությունը, եւ դա սերմանում են մարդիկ, որովհետեւ Քրիստոսին չունեն իրանց մեջ, որովհետեւ գիտես Հիսուսի խոսքերն եմ ասում, նրանց հայրը սատանան է։ Ասես դուք ստության որդիներ եք, որովհետև ձեր հայրը սատանան է, որ ի սկզբանե ստախոս էր եւ գող։ Եվ մարդիկ այդ գերության մեջ ապրում են ստի մեջ, ապրում են վախի մեջ, մեղքի եւ անեծքի մեջ։ Եվ ուզում են իրանց համար կեղծ ազատություն եւ ուրախություն ստեղծեն։ Լսի, չկա այս աշխարհում այդ ուրախությունը եւ այդ ազատությունը չկա, իսկ Տերը եկավ եւ մեր զատիկը մորթվեց, այո, որպեսզի մենք զատվենք, մենք առանձնանանք, մենք հեռանանք այս անմաքուր, անսուրբ վիճակից, տեսեք սկզբից ներսի վիճակը եւ հետո էլ միջավայրից։ Այդ դրա համար աշխարհը մեզ չի հասկանում։ Ասում է, ախր այդքան ուր ես գնում եկեղեցի, ինչ կա այնտեղ, որ այդքան գնում եք, գնում ես ամբողջ ժամանակ քո հոգևոր եղբայրների, քույրերի հետ ես անցկացնում, նրանց հետ ավելի լավ ես զգում, քան թե մեր հետ։ Բայց ես քո աղբերն եմ, ես քո քուրն եմ, ես քո հայրն եմ, քո մայրն եմ, քո ընկերն եմ, ես ինչ եղավ քո հետ, ինչ եկեղեցի ես գնացել, էլ առաջվա պես իմ հետ չես շփվում, ինչ եկեղեցի ես գնացել, էլի մեծ ընկերություն չես անում, իմ հետ չես կիսվում, իմ հետ սուրճ չես խմում եւ հարևաններից չես բամբասում իմ հետ, բայց ինչ լավ օրեր էինք ունենում իրար հետ, նստում ենք մեր տեքոր կնոջը հալածում քննվում էինք, փոխվում ենք, չէ՞, եւ նրանց նման չենք, եւ նրանց համար խորթ է, չէ՞, ինչպես մեծ պոետ ասել է, մենք այս աշխարհի խորտ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից, աշխարհը մեր համար խորթ է, ժողովուրդ, ով էր գրել, Ավետիք Իսահակյանը, Մարին գիտի, ես միշտ խառնում եմ, ինձ թվում է Թումանյանն է գրել, իր ոճի մեջ է, էլի, մենք այս աշխարհի համար խորթ ենք, ժողովուրդ, համաձայն ես, աշխարհն էլ մեր համար է խորթ, այն ժամանակ էր հարազատ, որ գնում էինք, մեզ լավ էինք զգում, բայց գիտես դրա մեջ մեկա տանջանք կա, բայց Քրիստոսը, երբ որ եկավ մեր կյանքի մեջ, մենք ազատվեցինք, մենք զատվեցինք, մենք հեռացանք այդ աշխարհի գիտես ինչից սիստեմից, սիստեմ կա այնտեղ, որ կառավարում է, ղեկավարում է, եւ անմաքուր եւ անսուրբ վիճակից սկզբից մեր ներսն է փոխվում, իրավիճակը մեր ներսը բժշկվում է, հետո որ գնում ենք այդ միջավայրի մեջ, որ նորից անմաքուրը, անսուրբը, մի տեսակ լավ չենք զգում, օտար մարմին, հա, հեչում մարմնի մեջ է եղել օտար մի բան, որ մտնում է տանջում է, օտար մարմին է, դու իրանց համար ես արդեն օտար, որովհետև չես բամբասում, չես չարախոսում, չես ծաղրում, ձեռ չես առնում մարդկանց չարը չես ուզում, գնում ես մենակ Աստծուց ես խոսում, 5 րոպե լսում, ասում լավ դե հասկացա, կամ էլ լսում ու ապաշխարում է, չէ, ամենալավ բանը, որ կարանք անենք, որտեղ մեր ուշքի միտքը գնանք այս մարդուն բերենք Աստծուն, գնանք բերենք Աստծուն, այս մարդն էլ ասում է, բայց արի առաջվա պես լինենք, էլ չենք կարա, չէ առաջվա պես լինենք, մենք վերապրեցինք Քրիստոսին, նա եկավ մեր կյանք, փոխեց մեր կյանք, ամեն, զատվել անմաքուր, սխալ, անսուրբ վիճակից, միջավայրից եւ բնակվել Աստծո կամքի պատվիրանների եւ խոսքի մեջ։ Երբ որ մենք զատվում ենք այդ միջավայրից, գալիս ենք այստեղ, արդեն ինչ ա լինում, բնակվում ենք։ Բառից բուն իմաստով։
Լսեք, բնակվում ենք Աստծո խոսքի մեջ, բնակվում ենք Աստծո պատվիրանների մեջ, մեզ համար հեղինակություն դառնում է Քրիստոսի խոսքը։ Մեզ համար հեղինակություն եւ նպատակ դառնում է Տիրոջ պատվիրանները։ Մենք ուզում ենք նրա խոսքը պահենք, մենք ուզում ենք նրա պատվիրանները պահենք, մենք ցանկանում ենք հնազանդվել նրան եւ մեծ հանձնարարականը կատարել, որպես եկեղեցի մենք կանչված ենք մեծ հանձնարարականը կատարելու, որն է դա ամբողջ աշխարհին պատմել Քրիստոսի մասին։ Բարի լուրը, ավետարանը հասցնել մարդկանց, որ Քրիստոս հարությունը արեմ է։ Ամեն։ Օրհնյալ լինի նրա հարությունը։ Ամեն։ Հալելույա։ Եվ միասին նայենք առաջի Կորինթացիներ 5-րդ գլուխ 7-ից 8-րդ խոսքը։ Դեն գցեցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք։ Ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր զատիկը մորթվեցավ մեզ համար, Քրիստոսը։ Դեն գցեք, ասма հին խմորը, որ դեռ կա, դեն գցեք։ Հեռացրեք ձեզանից, որովհետև մի փոքր խմորը ամբողջ զանգված ասма թթվեցնում է։ Որովհետև լսի, ինչի համար զատիկ ասма, զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեցավ, գոնե մտածել ես ինչի համար, որպեսզի կարողանանք հին խմորը մեզանից հեռացնենք։ Եվ շարունակությունը ուստի տոն կատարեք ոչ թե հին խմորով, լսեք, մենք եկել ենք այսօր տոն կատարենք, բայց ոչ թե հին խմորով, ոչ թե հին մարդով, որ դեռ մեր ներսում բնակվում է, մենք չենք կարա։ Հին խմորը դեն գցի, հին մտածելակերպը, հին հասկացողությունը, հին բնավորությունը, հին էությունը։ Տոն կատարենք ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածով։ Ամեն։ Ամեն։ Դեն գցեք։ Տեր ուզում է որ մաքրվենք։ Տեր ուզում է որպեսզի ազատվենք այդ հին խմորից։ Համաձայնես։ Ամեն։ Եվ այսօր այդ օրն է։ Եվ այսօր այդ օրն է։ Եթե ինչ որ մի փոքր ասմաթերկուս, մի փոքր, գիտեք չէ խմորը որ լինում է։ Ամբողջ խմորի մեջ եթե մի փոքր զանգված գցում ես, հա, մի փոքր խմոր գցում ես, ամբողջ զանգվածը թթվեցնում է։ Եվ այդ օրինակն է բերում Պողոս առաքյալը։ Մի փոքր էլ որ այս աշխարհից մեր մեջ լինի, հնարավոր է էլի թթվեցնի։ Եվ այսօր այդ օրն է, որպեսզի ապաշխարենք ու ազատվենք։ Ամեն։ Ամեն։ Ասма չարությունից եւ անզգամությունից։ Այս անզգամությունը վտանգավոր բան է։ Գիտեք ինչպես մարդը չի զգում։ Չի հասկանում, որ իր մեջ հələ հին խմոր կա, որ խանգարում է իրան, որ դեպի քաշում է աշխարհ իրան։ Ազատվենք չարությունից եւ անզգամությունից, որ նոր մարդ, նոր արարած դառնանք Քրիստոսի մեջ, նոր արարած։ Այսօր այդ օրն է քո համար եւ իմ համար։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սելիս դեռ հին ուխտում Եսայա մարգարեն մարգարեացավ Հիսուսի չարչարանքները եւ մահը։ Ես չեմ կարդա, բայց դա իմ ամենասիրած տեղերից է Եսայա 53-րդ գլուխը։ Ով հավատաց մեր լուրին։ Գնա տունը կարդա մի քանի անգամ։ Եսայա մարգարեն մարգարեացավ Քրիստոսի չարչարանքը եւ մահը։ Եվ երբ որ Հիսուսը հայտնեց իրեն իր աշակերտներին եւ ասեց. Ես եմ Մեսիան եւ ես եմ Քրիստոսը, որ եկել եմ խաչվեմ եւ մահանամ այս աշխարհի փրկության համար, նրա աշակերտները, նրա շուրջ հավաքված մարդիկ չհասկացան նրան եւ չընդունեցին։
Եվ դեռ խորհուրդ էին տալիս Պետրոսը, խորհուրդ էր տալիս, մեր քավ լիցի Տեր, որ դու գնաս խաչվես։ Մենք շատ գործ ունենք իրար հետ անելու, որ դու մահանաս։ Նրանք չէին հասկանում, բայց նրանք հրյաներ էին, նրանք մարդիկ էին, ովքեր գիտեին խոսքը, ովքեր կարդացել էին Եսայի 53-րդ գլուխը, բայց Մեսիային Քրիստոսին ուրիշ ձև էին պատկերացնում եւ սպասում։ Եվ գիտեք, որ մինչև այսօր հրյաները դեռ սպասում են Քրիստոսին։ Նրանք գիտեն Հիսուսը Քրիստոսը չի, ու սպասում են Քրիստոսին, որ գալու է իրանց փրկի եւ ազատի։ Որովհետև նրանք մարմնավոր էին պատկերացնում։ Մարմնավոր էին պատկերացնում, ոչ թե հոգևոր։ Քրիստոսի գալ այս աշխարհի վրա դա հոգևոր արժեք ուներ, դա ես ասեցի հոգևոր փրկություն եւ ազատություն է, բայց նրանք մարմնավոր էին սպասում, դրա համար չհասկացան եւ չընդունեցին եւ չէին պատկերացնում։ Ինչի համար եմ ես ամենը ասում, որովհետև այսօր էլ կան մարդիկ, որ ասում են հավատում ենք Հիսուսին, հավատում ենք, բայց իրանք դեռ այդ հայտնությունը չունեն, դեռ չեն հասկանում, ինչա արել Տերը իրանց համար, և ինչ արժեք ու գնահատական ունի Քրիստոսի մահը, Քրիստոսի խաչելիությունը, նրա տանջանքներն ու նրա չարչարանքները, ինչպիսի մեծ զորություն ունի։ Եվ երբ որ մենք հասկանանք, հայտնություն ունենանք, գնահատենք, արժեքավորենք Տիրոջ զորությունը, հարության զորությունը, խաչի զորությունը, գնահատենք, դա մեծ օրհնություն կբերի մեր կյանքերի մեջ, մեծ հաղթանակ կբերի մեր ներսում։ Դրա համար պետք է խնդրում եմ մտածենք, հասկանանք ու գանք Տիրոջ առաջ։ Ամեն։ Ամեն փառք Տիրոջը։ Մարդիկ դեռ կապում են աշխարհի հետ, դեռ սպասում են, որ Հիսուսը իրանց կյանքում իրանց պատվիրաններն է կատարելու, մենք ենք ստեղծված Աստծո համար, որպեսզի մենք անենք այն, ինչ որ Տերը մեզ կասի, եւ մենք դա այսօր էլ անում ենք այն, ինչ որ Տերն է մեզ ասում։ Ոչ թե գալիս ենք եւ Տիրոջը հա պատվերներ ենք տալիս, Տերը ինչ անի։ Մենք կարող ենք այո խնդրել, բայց գիտես խոսքը ասում է, իջև քո խնդրելը Աստված գիտի քեզ ինչա պետք։ Եվ կտա քեզ, եթե դու նրա պատվիրանները պահես եւ ապրես նրա խոսքով։ Ամեն։ Ամեն։ Մենք չպետք է Տիրոջ մասին սխալ պատկերացում ունենանք եւ չկապենք այս աշխարհի հետ, որովհետեւ այս ամեն ինչը հոգեվոր է։ Այս ամեն ինչը հոգեվոր է։ Եվ ուզում եմ միասին նայենք առաջի Պետրոս 2-րդ գլուխ 24-25-րդ խոսքը։ Նա մեր մեղքերը իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Ամեն։ Ուզում մի քիչ նեղություն տամ քեզ։ Ոչինչ։ Ջուր խմեմ նոր։ Մենք այս խոսքի մեջ գիտենք, որ հատվածն ենք սիրում և նրա վերքերով մենք բժշկվեցինք, ամեն։ Եկեք միջև էդ կարդանք, էդ ինչպես է լինում, ավտոմատ լինում, հա? Ավտոմատ չի լինում, ժողովուրդ։ Նախ, մենք պետք է, ինչպես ասեցի, գնահատենք ըստ արժանավույն, որ նա իր մարմնով խաչափայտի վրա մեր մեղքերը բարձրացրեց։ Պատկերացնում եք։ Միայն մեր մեղքերի համար կար մեկ հնարավորություն։ Եվ մեր բոլորի մեղքերը Հիսուս Քրիստոս վերցրեց իր մարմնի վրա, տեսեք մարդկային մարմնի վրա։
այդ ցավը, այդ տանջանքը, այդ հալածանքը վերցրեց իր մարմնի վրա եւ խաչապայտի վրա գամեց։ Գիտես, տեսանք մենք, չէ՞։ Իրան Տիրոջը Հիսուսին զորով ուրիշ բառ, հա, ավելի գրական, ստիպողական, հա, ստիպողաբար չխաչեցին։ Նա ինքը հանձնեց իրեն։ Արարիչ Աստված եկավ հանձնեց իրեն, Աստծո որդին ինքը հանձնեց իրեն։ Եվ մեր մեղքերը իր վրա վերցրեց։ Ստիպողաբար տեղի չունեցավ ժողովուրդ։ Ասում է ինքը իր մարմնով մեր մեղքերը խաչապայտի վրա բարձրացրեց, որպիսի գնում ենք դեպի բժշկությունը, որպիսի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Եվ դրանից հետո եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Այ մասը ամեն։ Մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Սա ապրելակերպ է։ Սա մտածելակերպի փոփոխություն է։ Սա վերստին ծնունդ է։ Նոր մարդ, նոր արարած Քրիստոսի մեջ։ Բոլորը ուզում են այո բժշկվել։ Բայց այնքան կար, այո Տերը կարա բժշկի։ Բայց հետո Աստված քեզանից սպասում է։ Մեղքերից հեռանալով արդարության համար ապրել։ Որովհետև մոլորված ոչխարների պես էինք, բայց հիմա դարձակ դեպի ձեր հոգիների հովիվն ու տեսուչը։ Մոլորված էինք, բայց եկանք Քրիստոսին, մենք հովիվ ունենք։ Հիսուս Քրիստոսը մեր բարի հովիվն է, մենք մոլորված չենք, մենք գիտենք ուր ենք գնում, Տերը մեզ տանում այնտեղ, որտեղ լավ է։ Ամեն։ Բոլորս ուզում են գնանք այնտեղ, որտեղ լավ է։ Մենակ Քրիստոսի հետևելով կարող են գնալ այնտեղ։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Գիտես, միայն հոգու մեջ լինելով մենք կարող ենք հոգով ապրելով կարող ենք վերցնել Հիսուսի մահվան եւ հարության խորհուրդը եւ զորությունը հոգեվոր ապրելով լսեք մարդկային շատերն են ուզել մարդկային հասկացողությունով էմոցիաներով զգացմունքներով վերցնել այդ զորությունը հարության զորությունը Քրիստոսի զոհի կատարած զոհի հաղթանակը էմոցիաներով եւ մեր հասկացողությունով չի ստացվի։ Տեսեք հոգեվոր ապրելով ոչ թե մարմնավոր, ոչ թե էմոցիոնալ։ Մենակ հոգու մեջ լինելով մենք կարող ենք վերցնել այս զորությունը, այն հաղթանակը, որը Հիսուսը տվեց մեզ խաչի վրա եւ իր հարության մեջ։ Ամեն։ Ամեն։ Եվ հարության խորհուրդը եւ ազատվել այն ամենից, ինչը խանգարում է մեզ։ Ինչ է այսօր մեզ խանգարում։ Մեղքերը, վախը, հիվանդությունը, անեծքը, ինչու՞ չէ բնավորության վատ գծերը, որոնք ինչ են առաջացնում, տանջանք, հետո բեռ, հետո հոգս, հետո ստրես, հետո դեպրեսիա, հետո նորից վախ, հետո նորից անհանգստություն, հետո նորից անեծք, հետո կախարդություն, հետո կորուստ, մոլորություն, շատ բաներ կարող եմ ասել, բայց Տերը մեզ ազատեց այդ ամեն ինչից, ամեն, Հիսուս Քրիստոս մեզ ազատեց մեղքից, անեծքից, հիվանդությունից, տանջանքից, չարչարանքից, բայց ինչպես այդ ամենը իր վրա կրելով, իր վրա վերցնելով, հոժարակամ իր կյանքը դնելով, ամեն, մի փոքր
տեսանյութ կա, որ ուզում եմ միասին նայենք, խնդրում լույսը անջատեք, հետո ջան, պատրաստան Արինե ջան, ուզում միասին նայենք, ձայնը Ինչը պահեց նրան խաչի վրա, եթե քեզ անտեղի մեղադրեի, կլրդեիր, արդյոք կմեռնեիր նրանց համար, ովքեր ատելությամբ լծված, ծաղրում, հայհոյում, երեսի թքում ու ծեծում էին։ Հիսուսն արեց դա, նա խոնարհվեց և կատարեց Հայր Աստծո կամքն այն ժամանակ, երբ սաստիկ տագնապած էր ու հոգին մահու չափ տրտմած, երբ ճնշումն այնքան ուժգին էր, որ քրտինն ինչպես արյան կաթիլներ թափվում էր ցած, նրա սերն այնքան մեծ էր, որ վերցրեց պատիժը նախքան կծնվեր։ Ամեն հարվածը քեզ համար էր, ամեն կաթիլ արյունը քեզ փրկելու համար։ Խաչի վրա Հիսուսը մտածում էր հենց քո մասին, աննարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ, բայց հավատարիմ իր որոշման մեջ, ստեղծողը լուր մեռնում էր ստեղծվածի համար, ու երբ թվում էր ամեն ինչ վերջացած է, հարության դրվեց նոր սկիզբ, նա փրկության ճանապարհ դարձավ քեզ համար, նա մահացավ քեզ համար, իսկ դու ապրիր նրա համար։ Ամեն, ամեն, նա մահացավ քեզ համար, որ դու ապրես նրա համար։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Խնդրեմ Արուս ջան, գաք նվագեք։ Եվ Հիսուսի օրերն էր և հրյա ժողովուրդը տոնում էր Փեսախը, տոնում էր Զատիկը։ Բայց Հիսուսը իր աշակերտների հետ չխառնվեց այդ տոնախմբությանը։ Այդ հրյա ժողովուրդը տոնում էին այն օրը, երբ Եգիպտոսից դուրս եկան, առանց հասկանալու, թե ինչ խորհուրդ ուներ դա։ Եվ Հիսուսը հավաքեց իր աշակերտներին և նրանց հետ հաղորդություն ունեցավ։ Եվ այսօր մենք էլ հաղորդություն ենք ունենալու, սիրելիներ։ Հիշելու ենք Տիրոջ մահը։ Ինչպես նա պատվիրեց, երբ որ կհավաքվեք և հացը և գինին կընդունեք, հիշեք իմ մահը, Հիսուսը ասաց, որ ձեզ համար կատարվեց։ Այսօր ընդունելու ենք, այո, հաղորդություն ենք ունենալու, և Հիսուսը վերնատանը հավաքված հաղորդություն ունեցավ իր աշակերտների հետ, և դա գրված է Մատթեոս 26-րդ գլխում 26-ից 28-րդ խոսքը։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը և օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին և ասեց. «Առեք և կերեք, այս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասեց. «Բոլորդ խմեք դրանից, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար»։ Ես երեք այստեղը կարդում եմ, ասում, երկար տարիներ կարդում եմ, բայց գիտես, գրված չի բոլորի, գրված է շատերի, որովհետև բոլորը չեն ընդունել։ Բա ինչ երանելի եք, չեմ եք, որ ընդունեցիք։ Տիրոջ շնորհքն է, ոչ թե մենք այդքան լավն էինք, Տերը ողորմություն արեց ժողովուրդ, որ մենք ընդունեցինք, շատերի,
ոչ թե բոլորի։ Ես մարդկանց համար, երբ որ պատմում ես, ես ավետարան ենք մենք ասում, մենք ավետարանչություն ենք անում։ Ինչ է ավետարանչություն? Դա բարի լուր է։ Բարի լուրը շատերի համար հիմարություն է թվում, հեքիաթ է թվում, առասպել է։ Ասում են, չէ՞ ես դու հավատում, ոնց Աստված եկավ, դա ոնց ծնվեց, բայց ոնց եղավ, մեռավ, մահացավ, հերիք չի միատել, հարություն առավ։ Հիսուս ասեց, ես եմ հարություն, Ամեն։ ես եմ կյանքը, ճանապարհը։ Տերն է մեր լույսը, որ մեզ լուսավորեց, մենք լուսավորվեցինք ու մի օր հավատացինք, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից։ Եվ այսօր, երբ որ մենք հաղորդություն կընդունենք, մենք միանալու ենք նրա հետ, ընդունելու ենք նրա մարմինը, որ կոտրվեց մեզ համար, ընդունելու ենք նրա սուրբ արյունը, որ թափվեց մեզ համար։ Եվ եթե արժանի ձևով ընդունենք, դա կարող է Աննա ջան, կարակ բերեք, հաղորդություն եք բերեք բաժանեք։ Երբ որ արժանի ձևով ընդունենք, դա կարող է այսօր քո կյանքում բժշկություն բերել, քո կյանքում ավելի լուսավորություն բերել, ազատություն բերել։ Խնդրում եմ ոտքի կանգնեք։ Դու արժանի ես Տեր, փառք քեզ, Հիսուս ջան, փառք քեզ։ Եվ ես կշարունակեմ ծառայությունը։ Մի փոքր ոտքի վրա կկանգնեք, հետո երկրպագություն կունենանք եւ հաղորդություն կընդունենք։ Բայց հենց այդ տոնից հետո սիրելիներ տեղի ունեցավ այնինչ պետք է տեղի ունենար։ Քրիստոսին խաչեցին։ Փողվերցնեն Սերգեյ ջան, բաժանեք։ Եվ ուզում եմ ձեզ համար կարդալ Մատթեոս 28-ի 1-ից 9։ Դուք համ վերցրեք եւ ով որ ժամանակին ուզում է կարող ընդունի ոչինչ ասում։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ առաջի խոսքից։ Շաբաթ երեկոյան Կիրակի լուսադեմին Մարիամ Մագդաղենացին եւ մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ։ Գնաց մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։ Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը ձյան պես սպիտակ։ Նրա ահից պահապանները դողացին եւ մեռելի պես դարձան։ Հրեշտակը կանանց ասեց. Դուք մի վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում, նա այստեղ չէ, որովհետեւ հարություն առավ, ինչպես որ ասել էր։ Եկեք տեսեք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացեք եւ նրա աշակերտներին ասեք. մեռելներից հարություն է առել եւ ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում, այնտեղ նրան կտեսնեք, ահա ասացի ձեզ։ Եվ նրանք արագ գերեզմանից դուրս եկան եւ վախով ու մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու։ Վախով եւ մեծ ուրախությամբ։ Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ եւ ասեց. Ողջույն ձեզ։ Նրանք մոտեցան, փարվեցին նրա ոտքերին եւ երկրպագություն արեցին։ Հալելույա, ամեն։ Սիրելիս, այսօր ուզում եմ մենք փարվենք նրա ոտքերին եւ երկրպագություն անենք, ինչպես այդ կանայք երկրպագություն արեցին, որովհետև տեսան Քրիստոսին հարություն առած։ Հալելույա։ Եվ Տեր Հիսուսը կասի. դուք տեսաք եւ հավատացիք, բայց երանի
նրանց, այո երանի մեզ, որ չենք տեսել, բայց հավատում ենք, բայց նրա հետ մեկանում ենք, նրա զորության հետ մեկանում ենք, որ հաղթական կյանք ունենանք, ամեն, խնդրեմ, որպեսի խումբը գա փառաբանության, և գիտեք, որտեղ է նորից իմ ուշադրությունը գրավեց, որ ասում է, ինչպես ես ձեզ ասել էի, Հիսուսը զգուշացրել էր իր աշակերտներին, ասել էր, որ լսեք, ես հարություն եմ առնել, բայց չգիտես ինչի նրանք չհավատացին և փախել էին, և թաքնվել էին, միջև որ Տերը, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, ասում է, հանկարծ պատի միջով անցավ և հայտնվեց նրանց և ասեց լսեք խաղաղություն ձեզ մի վախեցեք ես գերեզմանում չմնացի Տերը ասեց ես հարություն եմ առել եկեք երկրպագենք նրան ով մահացավ և հարություն է հալելույա և վերցրու օրհնության խոսքը սիրելիս Եվ հետո մենք ունենք մի փոքր հյուրասիրություն, ֆոյեում կարող ենք սուրճ, թեյ օգտվել և շփվել և տոնել հարության տոնը, որից հետո գնանք մեր տները և մեր երեկոն անցկացնենք ընտանիքներում, ներկած ձու ուտենք, ձուկ ուտենք, ինչպես որ ավանդությունը կա, մենք չենք հրաժարվում այդ ամենից, բայց ամենակարևորը պահենք հոգևորը, ամեն, պահենք Այս մեծ զորություն, այս մեծ հաղթանակը, որ Հիսուսը տվել է մեզ, ամեն, և Աստված օրհնի քեզ և պահի քեզ, Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր սուրբ երեսը քեզ վրա և իր խաղաղությունը տա քեզ, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հետ հաղորդությունը, մեր ամենքի հետ լինի, ամեն, հալելույա, հալելույա, Աստծո, Եկեք,